Դե ինչ կրկին ընտրություններ, ավելի ճիշտ այն խուժանությունը, որը անվանում են ընտրություններ։ Այնինչ տեղի ունեցավ Հայաստանում հունիսի 7-ին եւ այն զարգացումները, որոնք Հայաստանում տեղի ունեցան հունիսի 7-ից հետո, ակնհայտորեն ցույց են տալիս, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք, իրենք ապալեգիտիմ են եւ դա բնավ իմ կարծիքը չի, դա այդպես են, որում գիտեք պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել, երբ որ իշխանության եւ ընդդիմության, հա, կարծիքը ապալեգիտիմության մասով հատվել են մի կետում, պարզապես իշխանությունը Նիկոլ Փաշինյանը եւ այլն ընկնելով հա տարերքի մեջ փորձում են ամեն ձև մի կողմից վախ սերմանել ընդդիմադիրների մեջ, մյուս կողմից հա տես կացինը ձեռները առած, տես փշրեն, ջարդեն եւ այլն եւ երբ որ հայտարարվում է, տեսեք Ժորժ ջան, երբ որ հայտարարվում է, որ օրինակ ընդդիմությունը ապալեգիտիմ է, ընդդիմությունը, չգիտեմ, բոլորը կաշառակեր են եւ այլն, ինչը ակնհայտ հիմարություն է, թրքահոտ հիմարություն, մի անգամից ընդգծեմ, դա նշանակում է, որ ըստ էության իշխանությունն էլ իր մասով, ասում է, գիտեք ինչ կա, ընդդիմությունը ապալեգիտիմ է։ Իհարկե այս կարծիքը համահունչ է թուրք ադրբեջանական իրանց եղբայրների հետ, արտացոլված այլ ճիշտ թուրքերի ու ադրբեջանցիների կարծիքով, բայց այստեղ պետք է հասկանալ մի բան, որ այո, այսօր իշխանությունը հստակ տարանջատում է եւ փորձում է տարանջատել հայերին եւ իրենց ընտրողներին։ Իհարկե բնավ չի նշանակում, որ իրենց ընտրողները հայ չեն, դա չի, դրա մասին չի խոսքը գնում։ Այն մարդիկ, ովքեր ըստ էության դեմ են թրքացմանը, դեմ են Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը, դեմ են Արևմտյան Ադրբեջան թեզին իմիջիալոց դրա մասին այսօր կխոսանք, դեմ են ադրբեջանցիների բնակեցնելուն, իրենք այս իշխանության կողմից ընկալում են որպես թշնամի, սա պետք է հստակ ֆիքսել։ Այսինքն իրենք այն հայերին, այն մարդկանց, ովքեր օգտագործեմ, հա, ասես մի հատ տարածված հիմա բառ են օգտագործում, պետականամետ են, հայ են, իրենք ընկալում են իշխանության կողմից որպես թշնամի եւ բնավ կապ չունի Փաշինյանը կամ իր սազանդարները ինչ տենց նոր բան կմտածեն, ինչ պիտակ կկպցնեն, հստակ ասվել է իրենց կողմից, որ կես միլիոն մարդ չպատերազմ են ուզում եւ այլն, այն պարագայում, որ հենց իշխանության գործողություններն են բերում առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու թուրքերին ու ադրբեջանցիներին Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ հետեւաբար նախապատերազմական կամ պատերազմական իրավիճակ ստեղծելու։ Սա ակնհայտ է, այսինքն ֆիքսում ենք հետեւյալը, որ եթե ընդդիմությունը, հա, տվյալ դեպքում Բարգավաճ Հայաստանը լրիվ տրամաբանական սահմանադրության շրջանակներում ամեն ձև պնդում է եւ այդ պնդման տակ փաստեր են, դատարանի որոշումներ են եւ այլն, որ այո, գողացել է այս իշխանությունը հայ ժողովրդի ձեռքից ազատ կամ արտահայտության կամ ազատ ընտրության իրավունքը գողացել է եւ պարզապես որպես օրինակ, հա, տեսեք, վերցրեցին, արեցին ամեն ինչ, որ Բարգավաճը չանցնի եւ վերցրեցին ի վերջո 3 ընտրատեղամասերում իրենց կողմից արած խախտումները, այստեղ շատ կարեւոր է ընդգծել, որ 3-ից նվազագույնը 2-ում, երբ որ զինվորականները խախտելով ժամային, հա, այդ ցենզը 8-ից հետո եկել են քվեարկել, հետո ա ներողությունը զինվորականներին բերել, Բարգավաճն է բերել, հա, չէ պետությունն է, չէ բերել այդ ժամին, այսինքն պետության կողմից ստեղծած սանձազարծ ապօրինի գործողությունների հետևանքով ըստ էության ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ սրանք չեղարկեցին, դե լավ, չեղարկեցին, բայց բացի զինվորներ այնտեղ մարդիկ կային, չէ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք սահմանադրությամբ ամրագրված իրավունք ունեն քվեարկել եւ ոչ թե ունեն, այլ դա ուղղակի անսասան, անհերքելի իրավունքն է։ Եվ ինչ, եւ որոշեցին ոչ, վերաքվեարկություն չեն անելու։ Այսինքն զրկեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրության իրավունքից։ Եվ դրանից հետո սրանց երեսը բռնում է ինչ-որ իրանց լեգիտիմության մասին խոսք գնալ, ոչ, մենք ականատես ենք սենց մոդեռնիզացված հայկական հայ իրողություններին մոլդովական սցենարի միջալոց համարյա նույնաբովանդակ իրավիճակ էր ստեղծվել նաև Մոլդովայում, մի քիչ այլ հա տարբերություններ, բայց ինչևից է։ Ուրեմն ընտրություններից հետո
Շուշուտ, Ադրբեջանից Հայաստան գալիս է Հիկմետ Հաջիևը։ Ինչի համար է գալի հայկական կողմը մի հատ մտածեք ինչ ասում, Հաջիևը եկավ, որ հասկանա կարող է ռևանշիստները հայերն են, հայ ժողովուրդը, հա, հանկարծ գան իշխանության եւ իրենք մտահոգված էին, բա մտահոգված պետք է լինեն։ Ադրբեջանցիների մոտ ամեն ինչ եղի պես էս վերջին 8 տարվա ընթացքում գնում է, ինչ ուզում են անում են, ինչ հրահանգ իջացնում են այս իշխանությունը հուլ ու հնազանդ անում է։ Հələ վիճակը աբսուրդը ասել է այն մակարդակի, որ սրանք կանգնում ասում են, հա, եկել էր, որ հասկանար ինչ վիճակ է եւ ինչ կարող է պատահի, եթե հանգարց իշխանության գային հայերը, հա։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել հետեւյալը, որ այո, Ադրբեջանը անհանգստացած է, որ այս իշխանության դիրքերը կտրականապես թուլացել են։ Սա պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ։ Ինչքան ուզում են իրենց ճղան, ինչքան ուզում են իրենց պատը խփեն, ինչքան ուզում են իրենց, չգիտեմ, սպառնան անդիմության լիդերներին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին եւ այլն, հա, տենց ինչ որ վախենալու բաներ խոսան, դրանից իրականությունը չի փոխվում։ Այս իշխանությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի ըստ էության, հա, կատարածուն է, որը այդ կատարելու բոլոր իրենց ուզածը ադրբեջանցիների ներկայացնում է որպես խաղաղություն։ Այսինքն, երբ որ իրանք ասում էին տեր կանգնի խաղաղության, իրանք ասում էին տեր կանգնին ու պայմանական արևմտյան Ադրբեջան կոնցեպտին։ Իմիջիայլոց արևմտյան Ադրբեջան կոնցեպտի մասին հիշում եք, չէ՞, սրանք ինչ են ասում, որ տենց բան չկա, սուտա, չգիտեմ, լրտեսներն են այդ տեղեկությունը տարածում եւ այլն եւ այլն։ Հիմա հարց եմ տալի։ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, երբ որ հրապարակում է պաշտոնական փաստաթուղթ, պաշտոնական ընդգծում են, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցնելու թեման գոյություն ունի եւ ոչ միայն գոյություն ունի, այլ Հայաստանի Հանրապետության համար վտանգ է ներկայացնում։ Դա ես չեմ ասում։ Դա ասում է սրանց կողմից ստեղծած արտաքին հետախուզության ծառայությունը։ Ասեմ ավելին, այսօր եւ վաղը Նախիջևանում Ալիևի ուղիղ ցուցումով եւ կազմակերպչական, հա, բոլոր այդ գործընթացների պարագայում կոնգրես է տեղի ունենում, որը կոչվում է վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան կամ մի խոսքով Հայաստանի Հանրապետության օկուպացիայի հետ կապված հետագա, հա, տարբեր դեմոգրաֆիկ օկուպացիա, ինչու ոչ տնտեսական եւ այլն, մի խոսքով օկուպացիայի շուրջ ինչ-որ տես քննարկումներ են անում, բայց ձենները դուրս չի գալի, մի բան խոսացեք։ Դա դատապարտեք, չգիտեմ, գոնե, մի հատ ծպտուն հանեք, այլ ոչ թե տարեք Հաջիևին ջերմուկ, ունես ջերմուկը ցույց տվեք։ Ներողություն, Դիլիջանը, ջերմուկը չէ, Դիլիջանը։ Բա սրան ինչ կպատասխանեք։ Տեսեք, այս իշխանության հիմնական նպատակը եղել է, մնում է եւ կա ամեն գնով մնալ իշխանության։ Եթե գինը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումն է, ինչը ըստ էության այս իշխանությունը հայտարարել էր, կհիշեք, չէ, սրանք կարծում են մարդիկ թիթեռի հիշողություն ունեն, բայց ոչ։ Հիշում եք, չէ, որ ասում են երրորդ հանրապետությունը պետք է կազմաքանդվի, չորրորդ հանրապետություն ստեղծվի։ Բայց չորրորդ հանրապետությունը, որ ասում եք ստեղծվի, չգիտես ինչու ինքը զուգահեռվում է նույն այդ արևմտյան Ադրբեջան կոնցեպտի հետ։ Թե հիմա էլի դուրս կգաք ու կճղեք ձեզ մեջտեղից ու մարդկանց կխաբեք, որ տենց թեմա չկա։ Հենց այսօր, խնդրեմ, տեղի է ունենում։ Ասեմ ավելին, այսօր սրանց բարեկամ ախպեր, չգիտեմ, մոտիկ կոնստրուկտիվ գործընկեր Ալիևը հայտարարում է, ասում է, մենք երբեք չպետք է մոռանանք, թե հայերը ինչեր են արել իրենց գլխին եւ այլն, եւ դա է լինելու ուղենիշը իրենց բոլոր գործողությունների։ Այսինքն մի կողմից Նիկոլ Փաշինյանը ու իրենց չգիտեմ, սազանդարները դե լավ սենց ասենք, հա, մեզ համոզում են մոռանալ ով ենք մենք, ինչ է եղել, ով է մեզ կոտորել, ով է փրթել, ով է մեր հայրենիքի վրա աչք դրել, ով է էթնիկ զտում անցկացրել, ով է հետևողականորեն տասնամյակներ մեզ կոտորել, բայց ասում են մոռացեք, վերջ, բրծավ, այն մյուս կողմը ասում է, չէ, մենք չենք մոռանալու, որ մենք կոտորել ենք, ջարդել ենք, սպանել ենք։ Դուք աննորմալ չեք, դուք հասկանում եք ինչ է կատարում։ Դուք եսի նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր պատրանքների մեջ ընկած, չգիտես ինչու, համոզված են, որ այն
նախագծերը, որոնք առաջ է տանում Ադրբեջանը, եւ այն նախագծերը, որոնց չի դիմադրում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը, դա ինձ օթի մեջ բաներ է, ոչ եւ եւս մեկ անգամ ոչ։ Կարելի է երկար բարակ այս թեմայի շուրջ խոսել, բայց դες մի բան ասեմ։ Ընտրություններից հետո թեմաները ոչ միտը չեն կորել։ Այսինքն նույն Գայք Ծառուկյանը եւ ընդդիմության այլ լիդերները, երբ որ վտանգները մատնանշում էին Արևմտյան Ադրբեջան 300,000 ադրբեջանցի եւ այլն, այդ թեմաները չեն կորել, չեն անհայտացել։ Իրանք հիմա ավելի ուժգին են լինելու եւ այո, ես հիմնավոր կասկած ունեմ, որ նույն Հաջիևը եկա, որ իրենց պայմանավորվածությունների վերահաստատում ստանա։ Լավ լուր էլ կա։ Ըստ էության իշխանությունը կատաղած, գժված հասկացավ, որ հայերը չեն ուզում կոտորվել։ Դրա համար կես միլիոնից ավել մարդկանց սրանք վիրավորում են ձեզ, անվանելով գարշահոտ կաշառակեր։ Հարց եմ տալի, դուք կաշառակեր եք։ Դուք որ գնացել եք քվեարկելու կաշառքով եք գնացել։ Այո, պետք է շատ հստակ եւ պարզ ֆիքսել։ Հետևյալ իրողությունը, այն ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, այսօր լրիվ այն տրամաբանության մեջ է, որի մասին զգուշացնում էին ընդդիմության ղեկավարները, եւ ստեղ խնդիրը նրանում չի ընդդիմության ղեկավարներին հիմա կատաղի ճնշման տակ կգցեն, թե ոչ։ Կգցեն, բա ինչ կանեն, բա թուրքի թշնամին են, ադրբեջանցու թշնամին են ընդդիմության ղեկավարները, ի տարբերություն իշխանությանը։ Խնդիրը նրանումն է, որ չգիտես ինչու մենք հրաժարվում ենք հասկանալ, որ վտանգների գեներացումը, հակահայկականությունը եւ Ադրբեջանի կողմից բոլոր պահանջների կատարումը պարզապես գեղեցիկ փաթեթավորումների մեջ տեղավորելը եղել է կա եւ մնում է այս իշխանության մնալու միակ երաշխիքը։ Վերջ, սա պետք է ընդունենք, ընկալենք, դու ներես գա, թե չէ, ինչ ուզում եք խոսացեք, դա այդպես է։ Հետևաբար արեք հետևություններ եւ կարող եմ ասել մի բան, ոչ մի բան ավարտված չի, թե դրական, թե բացասական առումով։